Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 24-ն է երկուշաբթի։ Սկսում ենք նոյեմբերի վերջին աշխատանքային շաբաթը։ Ուղիղ մեկ շաբաթից ձմեռ է, իսկ մասնագետներն ասում են, որ եղանակը բնավ ձմեռային չէ։ Ավելին, այս օրերին բարձր ջերմաստիճանի պատմական ռեկորդներ ենք սահմանում եւ մենք ականատեսն ենք լինում։ Իհարկե քիչ անց ավելի մանրամասն կխոսենք եղանակի մասին, իսկ հիմա մի փոքր այն մասին խոսենք, թե ինչ ենք դիտելու այսօր մեր թողարկման ժամանակ։ Այսպիսով մեր տաղավարում հյուր կլինի, պարեկները կարևոր տեղեկություն ունեն եւ նրանց մասին կխոսեն հենց մեր եթերում։ Ոստիկանությունում աշխատողների ցանկը բարելավելու մասին եւ նոր աշխատատեղեր բացվելու մասին։ Ձիահի կանխարգելման եւ իրազեկման ամիսն է սկսվում եւ այդ առիթով հետաքրքիր զրույց է սպասվում մեր մասնագետի հետ։ Իդեպ այսօր Լիկա Մեսրոպյանը հրաշալի քաղցրավենիք կպատրաստի մեզ համար, իսկ Մանոն կօգնի ճիշտ կողմնորոշվել նիհարելու հարցում։ Իսկ Սոնան շատ կարևոր արտահայտություններով հյուր կգա մեզ, քանի որ առանձնացրել է մեզ համար մի քանի կարևոր նախադասություններ, այնպես որ մնացեք մեզ հետ, մինչև կեսօր հաստատ չեք փոշմանի։ Իսկ հիմա կարծում ճիշտ ժամանակն է, որպեսզի գնանք երաժշտություն լսելու եւ վերադառնանք ու շարունակենք մեր հետաքրքիր եթերը։ Իդեպ Սևա Կամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արոստամյանը, ազգային երգիչ 2 նախագծի Ծանի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ Սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացման անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Բաց մի թողեք այս անմոռանալի հետաքրքիր համերգը, եթե դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եք։ Իսկ մենք վերադառնանք հետ Հայաստան եւ խոսենք եղանակի մասին։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Անցնենք առաջ, չնայած այն փաստին, որ ձմեռը կարծես թե այդքան էլ մոտ չէ, բայց այսօր խոսելու ենք ձմեռային թեմայով։ Երևանում պատրաստվում են ամանորին։ Ավելին, այդ աշխատանքները նաև սկսվել են դեռ հոկտեմբերի 30-ից։ Ըստ վերջին տեղեկությունների, մեր քաղաքի տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 13-ին։ Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Մետաղական կոնը հավաքելուց հետո կսկսվի ճյուղերի տեղադրումը։ Աշխատանքները իրականացվում են գիշերը ժամը 23-ից հետո, քաղաքային երթևեկությունը չխանգարելու համար։ Հրաշալի է, կարծում եմ շատ սիրուն լուսավոր զարդարանք կունենանք այս տարի եւս։ Իդեպ մեր քաղաքը շատ եմ սիրում ամանորին, որովհետեւ շատ սիրուն է լինում։ Վստահ եմ, որ դուք էլ տարիների ընթացքում նկատել եք եւ այս տարի էլ բաց չեք թողնի ամանորին զբոսնելու հաճույքը։ Չնայած ցրտին։ Ժամանակն է նաև խոսելու քաղցրավենիքի մասին, քանի որ ամեն առավոտ մեզ հյուր է գալիս Լիկան, այս անգամ պոնչիկի սիրահարներ, մոտեցեք, շատ յուրահատուկ պոնչիկի բաղադրատոմս ունենք Լիկայի հետ։ Դոլչե Լիկա մեր եթերում։ Պոչիկը։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ պոնչիկներ, նոր տեսակ։ Գնացնենք ջո, 2.5 ճաշի գտալ շաքարավազ, երբ որ շաքարավազը անում ես, վանիլը անմիջապես։ Մի քիչ աղ, այստեղ կշեղ չկա, մոտավորապես 250 միլիգրամը կլինի այսքան, 180 գրամ ալուր, փափուկ ջրիկ խմոր կտեսնանանք։ Մեկ թեյ գտալ փախրեցուցիչ։ Հիմա ինչպես անել, որ այս գնդիկները չլինի ոչ թե մաղով անցկացնել, այլ թողնում ենք խմորը հանգստանա, այնուհետև նորից կխառնենք եւ կլինի առանց գնդիկների խմոր։ Հետո պետք է լցնենք այնքան, որ գործիքը ունե կեսով չափ մտնի մեջը։ Փոփոկը նախապես մի թեթև բովում եմ, որովհետև չգիտեմ ինչ պայմաններում է եղել։ 20 րոպե հետո
Տաքացնում ենք։ Արագ, շատ արագ։ Իսկ հիմա աշխատում ենք այնպես անել, որ տակը փակվի։ Միցոնում ենք նուտելայով և ձևավորում պոպոկ վարիանտներ, Հիմա հանգստյան օրերին ամենաշատ ուրախություն պարգևած լուրը։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված խառը մենամարտերի մրցաշարում թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանը մենամարտեց Դեն Հուքերի հետ եւ հաղթեց խեղդող հնարքով։ Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հարվածներից հետո խեղդող հնարքով ավարտեց մենամարտը։ Հայ մարտիկը օկդաուն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո։ Նրան մարզադալիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի եւ Արցախի դրոշներով։ Ծառուկյանին մարզադալիճում աջակցում էին նաեւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արտուր Ալեքսանյանը, Մամխաս Ամոյանը եւ Արսեն Հարությունյանը։ Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը, իդեպ նա դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9 նոկդաունով եւ գրել 3 պարտություն։ Wow, that's, I mean, come on. They made that look easy. And as we said on the wall, and everyone knows. Since 2019, Arman's performance in front of his family. And this is what I'm talking about when they get on top. They're not trying to do damage. You know, they control, they don't throw enough. Arman Tsarukyan here is looking to finish the fight. Get on top, you put them in a world of pain. Looking to pass through the guard. He's trying to get some out, denied by Hooker. Crossbody. Oh, that's a good elbow. Right with the point of the elbow as well. Nice elbow game. Oh, this is trouble. That head-on triangle. Trying to set things up. Doesn't get the choke. Yeah, you can tell Dan. Hooker. It looks like it's coming. Squeeze There it Tsarukyan, is. and he submits the hangman. So. Մենք դիտեցինք կադրեր Արմանի հաղթական մենամարտից, իսկ հիմա կարծում եմ միասին կարող ենք վայելել երաժշտություն եւ վերադառնալ։ Jumpis, achkisukus, Sirce tănciom carotu vararjalus, Cinci miserus cancuș bare, uierazan mar, Jebdu yelarim demin spes norarev,
Լցվեց ինչպես գարնան առավոտ, գարնան առավոտ, գարնան առավոտ Իմ դեմ փրվեց կյանքի ճամփան արևոտ, արևոտ ճամփան լուսե ինչպես մի ծիածան Ուր էլ տանի ճամփան ստակ կայլեմ Քեզ հետ իմ սեր, քեզ հետ իմ սեր Մերդին ծրվից կանչում ես դու ասկապար Մերդին ծառնում ես դևերի Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ Դար ինձ ասրու արևների Ուր էլ տանի հստակ կկայլեմ Քեզ հետ իմ սեր, քեզ հետ իմ սեր Մերդին ծրվից կանչում ես դու ասկապար Մերդին ծառնում ես թևերի Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ Դար ինձ ասրու արևների Դար ինձ ասրու արևների Դար ինձ ասրու արևների Լսեցինք Մարիամ Ավոյանին եւ իդեպ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը, Մինասը, Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արոստամյանը, ազգային երգիչ երկու նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահել կպարգևեն հանդիսատեսին։ Տոմսերը ձեռք բերելու համար կարող եք դիմել Ticket Miket կայքին, որտեղից կարող եք on-line տարբերակով գնել կամ զանգահարել 818 265 0506 հեռախոսահամարով։ Բացի թողեք այս հնարավորությունը ներկա գտնվելու այսքան սպասված համերգին։ Իսկ մինչ դուք ձեռք եք բերում տոմսերը, մենք միասին դիտենք գովաստ եւ վերադառնանք։ Վերադարձանք գովազդից եւ ասենք, որ դեկտեմբերի 1-ը Ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանը գտնվում է հիվանդության ցածր տարածվածության գոտում, սակայն այստեղ նույնպես ակտիվ պայքարում են վարակի կանխարգելման ուղղությամբ։ Օրվան ընթരാճ մեր տաղավարում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի որակի կառավարման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Աննա, եկեք սկսենք ամենասկզբից, ինչ է միաֆը եւ ինչ է ձիավը։ Ձիահը, մենք այստեղ շատ ունենք, երբ խառնում են այս երկու տերմինները, միավը դա մարդու իմունային անբավարարության վիրուսն է, իսկ ձիահը արդեն միավի առաջացրած հիվանդության վերջնային փուլն է։ Իսկ ինչպես է ընթանում հիվանդությունը։ Հիվանդությունը ունի շատ երկար ընթացք, եթե մենք վաղ չենք հայտնաբերում եւ բուժման չի գցվում պացիենտը, կարող է տարիներ շարունակ վիրուսը գտնվել մարդու օրգանիզմում, բայց չունենալ որևէ արտահայտում եւ շատ ուշ փուլում հայտնաբերվել եւ այդպես արդեն հիվանդության վերջնային փուլը հասցնել ձիահի, որը, ինչպես նշեցի, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն է, որում արդեն մարդու իմունային համակարգը չի կարողանում պայքարել այլ հիվանդությունների դեմ։ Ինչ իրավիճակ է աշխարհում եւ առավել եւս Հայաստանում հիվանդության առումով։
Դուք ինքներդ շեշտեցիք հենց սկզբից, որ մեր երկիրը տարածվածությամբ համեմատաբար գտնվում է ցածր գոտում, այսինքն մենք ընդհանուր առմամբ մեծահասակ բնակչության շրջանում միավի տարածվածությունը 0.4% է մեր երկրում, եթե փորձենք համեմատականներ տանել, հա ամբողջ աշխարհում այս միջինը 0.7 է։ Իհարկե կան աֆրիկյան շատ երկրներ, որտեղ նույնիսկ կարող է հասնել 25%-ի այս հիվանդությունը, այսինքն յուրաքանչյուր 4-րդ մեծահասակ կարող է ունենալ վիրուսը։ Հայաստանում այս պահին մոտ 5000 միավով ապրող ունենք, տարեկան հայտնաբերելիությունը բավականին լավ վիճակում է, որովհետև մեր երկիրը ակտիվ աշխատանքներ է տանում նոր դեպքերի հայտնաբերման համար, կանխարգելման իհարկե մինչ այդ եւ վաղ հայտնաբերումն ենք փորձում ակտիվացնել, դրա համար շատ սկրինինգային ծրագրեր են իրականացվում, օրինակ կարևոր աշխատանքներից մեկը դա հղիների շրջանում միավի հետազոտություններն են եւ ոչ միայն մեկ անգամ, նաեւ հղիության ընթացքում 2 անգամ արդեն նախորդ տարի իրավական փոփոխություն ենք ունեցել եւ արդեն 30 շաբաթականում էլ հղիության անում ենք երկրորդ հետազոտությունը, ինչը բերում է վաղ հայտնաբերմանը եւ մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելմանը։ Կարծում եմ սխալ պատկերացումները, միֆերը շատ են այս հիվանդության շուրջ, արդյոք ունի բուժում հիվանդությունը, թե ոչ։ Այո, ամենաառաջին տարածված միֆը ու բացի միֆից շատերը նույնիսկ տեղեկություն չունեն այս մասին, որ այո, հիվանդությունը բուժվում է։ Եթե մենք կարողանում ենք հայտնաբերել վաղ, դա խթանում է, որպեսզի շատ ավելի հեշտությամբ կարողանանք կառավարել այս հիվանդությունը։ Բուժումը ամբողջ կյանքի համար է նախատեսված, պացիենտը պետք է գտնվի բժշկական հսկողության տակ եւ ամբողջ կյանքի ընթացքում ընդունի իր հակառետրովիրուսային բուժումը, որի շնորհիվ կարող ենք ասել, որ մարդը կարողանում է ունենալ լիարժեք կյանք, ապրել այնպես, ինչպես կապրեր առանց այս վիրուսի։ Մենք արդեն նշեցինք, որ դեկտեմբերի 1-ը ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում ինչ միջոցառումներ են նախատեսվում։ Այո, այս օրը շատ հետաքրքիր է, ընտրվել է հենց դեկտեմբեր ամիսը, որը քաղաքական եւ հասարակական ավելի թեթև դեկտեմբերի սկիզբը, հենց թեթև շրջան է, որպեսզի կարողանանք բնակչությանը եւ նաեւ քաղաքասարակությանը տեղեկացնենք, ինֆորմացիա փոխանցենք այս հիվանդության մասին, կարևորության մասին եւ մի փոքր ամփոփենք մեր արված գործերը եւ անելիքները, փորձենք պլանավորել հաջորդ տարվա։ Այս տարի մեր ամենամեծ միջոցառումներից մեկը կլինի համախմբել բոլոր գործընկերներին, բոլոր բժիշկներին եւ հետաքրքրված անձանց մեր կենտրոնի շուրջ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում դեկտեմբերի 1-ին գիտական կոնֆերանս է կազմակերպվել, որի շրջանակներում մենք կխոսենք միավի համատեքստում, նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վիրուսներից, հեպատիտներից, սիֆիլիսից, կխոսենք ազգային ծրագրերից, որոնք իրականացվում են այս հիվանդությունների դեմ պայքարում եւ կներկայացնենք մեր գործընկերներին, թե ինչ է իրականացրել մեր երկիրը այս բոլոր հիվանդությունների համար պայքարում։ Իսկ արդեն որի-որ տարին է, որ շարունակաբար նման միջոցառումներ լինում են եւ արդյոք դուք տեսնում եք դրա արդյունքը, թե ոչ։ Դեռևս 1988 թվականին Հայաստանում արձանագրվել է միավի առաջին դեպքը եւ այդ ժամանակահատվածից սկսած մեր երկիրը իդեմս ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս ոլորտը հաջողված ոլորտներից մեկն է կարելի ասել համարել։ Շատ տարբեր միջոցառումներ են իրականացվում եւ մենք պայքարում ենք, որպեսզի մշտապես աշխատում ենք, որպեսզի կարողանանք ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Տեսեք, ես նշեցի բուժումը, որը ամբողջ կյանքի համար է, բայց մեր երկիրը այդ կարելի ասել բեռը վերցրել է իր վրա եւ ամբողջությամբ միավի դիսպանսեր հսկողությունը անվճար է մեր երկրում։ Մենք տարիներ շարունակ քայլեր ենք ձեռնարկում, օրինակ այս վերջին տարում ամենամեծ հաջողություններից մեկը, որը արժի շեշտել, դա ծառայությունների ապակենտրոնացումն է։ Արդեն Շիրակի եւ Լոռու մարզում ունենք ուժ հաստատություններ, Գյումրու ԲԿ-ն եւ Վանաձորի ԲԿ-ն, որտեղ մատուցվում են միավ ծառայություններ։ Սա մեծ քայլ է մեր կենտրոնի եւ երկրի կողմից, որպեսզի բուժումը, այն ամենօրյա բուժումը, որը մարդկանց համար կյանք արժի, հասցնել իրենց բնակության վայրին ավելի մոտ։ Աննա, ենթադրենք մարդը նախնական ինչից պետք է զգա, որ
ունի որոշակի այսպես նախնական նշաններ եւ պարտադիր պետք է դիմի պոլիկլինիկա գոնե առաջին հերթին հասկանալու համար արդյոք ունի այդ հիվանդությունը թե չէ, որոնք են որոշակի նշանները։ Եվ արդյոք օրինակ պոլիկլինիկաներում մենք ունենք հիվանդություններ, որոնք որ թե տղամարդկանց, թե կանանց պարագայում տարեկան պարտադիր կարող են մեկ անգամ ստուգվել հայտնաբերելու համար, հա, ուշադրության կենտրոնում պահելու։ Արդյոք ունենք որոշակի անալիզներ, որոնք կարող ենք թե միավի, թե դիահի տարբերակում ունենալ հասկանալու համար, հա, արդյոք մեզ չի սպառնում այդ հիվանդությունը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, ամենաառաջին գործոնը, որի մարդը անհանգստանում է, հա, երբ ինքը մտածում է, որ պետք է հետազոտվի, եթե հիվանդությունը փոխանցվում է հիմնականում 3 հիմնական փոխանցման ուղի ունի, սկսենք այստեղից, հա, սեռական ճանապարհով, արյան միջոցով եւ մորից երեխային։ Եթե գոնե մեկ անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել մարդը եւ ունի կասկածներ, հա, դիմացինի կարգավիճակի վերաբերյալ կամ իր ռիսկային վարքագծի վերաբերյալ պետք է հետազոտվի։ Այդ կասկածներ, օրինակ ինչ է կարող է կասկած առաջացնել։ Հիմա չենք խոսում ախտանիշների մասին, խոսում ենք զուտ վարքագծի մասին, հա, եթե ունեցել է որևէ չպաշտպանված սեռական, արդեն վարքագիծ է եւ արդեն դա կասկած է, որպեսզի մարդը գնա եւ հետազոտվի։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որը ունի իր մասնաճյուղերը, հա, եւ Ավանաճարյան 2 հասցեում եւ մեր ստացիոնար կլինիկայում Բաբաջանյան 42 հասցեում կարող են մոտենալ եւ անվճար պետական պատվերի շրջանակներում իհարկե հետազոտվել միավի վերաբերյալ։ Բացի այս նախ ասեմ, որ այս պահին գործում է մեր կենտրոնում ակցիա 4-ը 1-ում հետազոտություններ, մարդիկ կարող են ուղղակի մոտենալ առանց որևէ ինչ-որ հիմքի, հա, կարելի ասել, եւ հետազոտվել միավի, հեպատիտ C-ի, հեպատիտ B-ի եւ սիֆիլիսի վերաբերյալ։ Սա եւս մեկ միջոցառում է մեր կողմից մարդկության բնակչությանը ոնց որ իրազեկելու եւ հրավիրելու, հետազոտվելու։ Բացի դրանից իհարկե կան կանխարգելման ծրագրեր առաջին օղակի ԱՊ օղակում, մարզային բոլոր բուժհաստատություններում, քաղաքային բուժհաստատություններում մենք ունենք աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվող կանխարգելման ծրագիր, իրենք համարվում են առավել վտանգի ենթարկվող խմբերից մեկը մեր երկրում եւ կարող են մոտենալ իրենց պոլիկլինիկա եւ հետազոտվել։ Իսկ արդյոք այդ թեստավորումը հասանելի ու մատչելի է մարդկանց համար։ Թեստավորումը արագ թեստերի միջոցով է հետազոտությունը իրականացնում, 15-20 րոպեի ընթացքում պատասխանը տրամադրվում է հետազոտվողին, բավականին ոնց որ մատչելի հետազոտություն։ Իսկ ինչպիսին է միավով ապրող մարդու կյանքը։ Սոցիումում իր դերը նորմալ է, թե ինչ-որ խնդիրներ կան հոգեբանական առումով։ Ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես խարանի եւ խտրականության խնդիր ունենք։ Մենք հասարակության կողմից մի փոքր այդ տարբերակումը եւ հիվանդության մասին քիչ տեղեկացվածությունը բերում են նրան, որ մարդիկ ունենում են, չեն կարող բացառել, որ չկան, հա, այս խնդիրները։ Սակայն երկրում կան շատ էլի տարբեր ծրագրեր, որոնք օգնում են ընդգրկել հիվանդություն ունեցող մարդկանց այս ծրագրերում մեր կենտրոնում մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են խնամքի եւ աջակցության ծրագրեր, որտեղ հոգեբանական, սոցիալական, իրավաբանական աջակցություն է տրամադրվում ըստ անհրաժեշտության։ Դուք նշեցիք վարակման 3, հա, այսպես ճանապարհ, բայց մենք բոլորս գիտենք, որ կան նաև այլ ճանապարհներ, ենթադրենք նույն հիվանդանոցում կարելի է վարակվել, հա, այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Այլ ճանապարհներ չեն, այդ հիմնական 3 ճանապարհներից մեկն է արյան միջոցովը, որը չախտահանված գործիքների միջոցով հնարավոր վարակումն է։ Ասեմ, որ միավի առումով այս վարակման ուղին այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ միավ վարակվելու համար պետք է տեսանելի արյան կաթիլ, որը եթե մենք պատշաճ ախտահանում ենք գործիքները, իսկ մեր երկրում բավականին լավ վիճակում ենք, հա, գտնվում են բժշկական ծառայությունների մատուցման առումով, միավի վարակման ռիսկը նվազում է հասնելով գրեթե 0-ի։ Իսկ կանանց 99% օգտվում է մատնահարդարման, ոտնահարդարման ծառայություններից եւ այս դեպքում արյան կաթիլ տեսնելը մոտավորապես 50%-ի չափով տեսանելի է լինում։ Արդյոք վերահսկվում է այս ամենը, թե ոչ։ Նույն սկզբունքով, հա, ինչպես նշեցի, միավի առումով այդքան էլ վտանգ չենք տեսնում այդ մատնահարդարման, ոտնահարդարման ծառայություններում, սակայն շատ կարևոր է այս տեսանկյունից հեպատիտ B
վարակվելու ռիսկը, քանի որ հեպատիտ B-ով շատ նույնիսկ անտեսանելի արան միջոցով հնարավոր է վարակվել։ Իհարկե ախտահանման գործընթացները ճիշտ եւ հստակ գրագետ կազմակերպելու դեպքում բացառվում են վարակումը։ Շնորհակալություն։ Հուսանք, որ ինչպես ի սկզբանե նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում չի ավելանա քանակը, այլ կլինի այդքան քիչ, որքան որ այսօր են տվյալները։ Մենք անցնենք առաջ եւ միասին լսենք երաժշտություն ու վերադառնանք մնացեք Շանթի հետ։ Իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք գովազդից եւ պատմենք աշխարհահռչակ ջութակահար Արամ Մալիկյանի մասին, ում ամեն համերգը Հայաստանում ու աշխարհի ցանկացած այլ երկրում իսկական խելահեղ իրադարձություն է դառնում։ Այո, հաջորդ տարի նա Հայաստանում համերգ կունենա, բայց մենք այսօր ոչ թե այդ համերգից ենք պատմելու, այլ հենց Արամ Մալիկյանից։ Նա ծնվել է Լիբանանում, ապրում է Իսպանիայում, իսկ նրա մասին պատմող Արամ Մալիկյան կյանք լարերի արանքում ֆիլմը 2021 թվականին ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ։ Մալագայում կայացած իսպանիական Գոյա ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում։ Այդ կյանքի պատմությունը շատ այլ հայերի պես սկսվում է հայոց ցեղասպանությունից փրկված նրա հայ պապի պատմությունից, ով պատանեկության տարիներին փախչում է Թուրքիայից Հունաստան, իր հետ տանելով միայն ջութակը։ Հայկական հետագիծն է եթերում։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստաններում։ Իհարկե, սա չխանգարեց ապագա երաժիշտին ստեղծագործել ու զարմացնել իր տաղանդով օտար հանդիսատեսին։ Սեփական ճանապարհի դժվարությունների հաղթահարման ու համաշխարհային բեմերը նվաճելու մասին է Արամ Մալիկյանի անցած հետագիծը։ Բարի լույս։ Արամ Մալիկյանը ծնվել է 1968 թվականին Լիբանանում հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ է սովորեցրել տղային վաղ հասակից։ Արդեն 12 տարեկանում առաջին անգամ մեծ բեմ է բարձրացել, որը եղել է բեկումնային պատանի երաժիշտի համար։ Արդեն 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից ստանում է կրթաթոշակ, որի արդյունքում Հանովերի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում ուսանելու հնարավորություն է ստանում։ Նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որը 15 տարեկանում ընդունվել էր այս հաստատություն։ Չեմ գիտի թե ավելի լավն է, բայց ճիշտ է որ երբ որ ես Բեյրութը ցկեցի, իմ հայրս մի նախատեսությունը սավ, որ մինչև հիմա միտքս է սավ, Տուն հիմա Գերմանիա բերտաս Գերմանիա շատ լավ երաժիշտներ կան, շատ լավ երդասարտներ կան, շատ դաղանտավոր եւ տուն բերտաս իբրև օդար, իբրև լիբանանցի, իբրև հայ, քեզի կարևորություն բիդի չիդան, դժվար բիդելա, ուրեմն տուն պետք է 10 անգամ ավելի լավ լաս իրենց մե։ 10 անգամ ավելի լավ իրենց մե լալու համար պետք է 10 անգամ ավելի բարաբես։ Ուրեմն ճիշտ է որ ադիգա միտքիս մեջ մնացած է չեմ գրել լավ է կամ վատ է, բայց միակ ցևը որ գրնամ ես ինձ ապրել բարաբելն էր։ Գսիրեմ իմ անձնական մյուզիկը նվագել համերգներուս, բայց ճիշտ է որ ուզեմ կամ չուզեմ հայկական գնիկը որ ունեմ իմ մեջս հայկական ոճը որ գա միշտ իմ երաժշտության մեջս է։ Հետագայում երաժիշտը շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության եւ դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռոջերո Ռիչին, Հերման Կրեբերսը եւ Ալբանա Բերգի քարյակի անդամները։ Մալիկյանը հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում Բերլինի 1987 թվականի Ֆելիքս Մենդելսոնի մրցանակին, ապա 1995 թվականի Պաբլո Սարասատեի մրցանակների արժանատիրն է եղել։
Նա մրցանակներ ստացել է նաև Նիկոլո Պագանինիի, Լեմանի, Նյու Յորքի, Ճապոնիայի, Բելգրադի միջազգային երաժշտական մրցույթներում։ 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից հատուկ մրցանակ է ստացել նվիրվածության եւ լավագույն գեղարվեստական կատարման համար։ Մալիկյանը նվագել է 5 մայրցամաքների ավելի քան 40 երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում, Փարիզում, Վիեննայում, Մադրիդում, Տորոնտոյում, Տոկիոյում, Բերլինում, Վենետիկում, Լոս Անջելեսում, Հոնկոնգում եւ այլուր։ Ուսանել է Հանովերում եւ Լոնդոնում, թողարկել է տասնյակ ձայնապնակներ։ Արդեն այսօր համաշխարհային ճանաչում ձեռք բերած եւ փառքի արժանացած երբեմնի պատանին մեր հայրենակիցն է ու հայկական հետագծի կրողը Արա Մալիկյանը։ Քանի դեռ նախաճաշի ժամն է, եկեք խոսքը փոխանցենք մեր գործընկեր մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանին։ Արդյոք պետք է խուսափենք մրգերից ու ջրերից, եթե ուզում ենք նիհարել։ Ահա այսօրվա մեր թեման։ Մանոյի հետ միասին գնացինք։ Բարելույս իմ սիրելի հերոստատիտող, շնորհակալ եմ, որ նայում ես իմ հաղորդումը եւ հաստատ գիտեմ, որ օգտվում ես ինչ-որ կարևոր բաներից։ Եկեք այսօր ես կարդամ, թե ինչ հարց եք տվել ինձ այն վերջի իմ վիդեոների մեկից դակ։ Ինձ հարցում եք, Մանո ջան, երբ կարելի է ջուր խմել, հացի ընթացքում կարելի է, հացից հետո կարելի է կամ չգիտեմ ինչ։ Ժողովուրդ ջան, նայեք, այս ջրի թեման հայերի մոտ շատ մեծ խնդիր է, այնքան միֆ կա տարածված, որ ամեն մեկը մի բան է ասում։ Ջուր չխմես կչաղանաս, ջուր չխմես գայդուսես։ Արի բացասխանեմ ու դուք էլ տեսնեք, որ օգտվեք հաստատ կիմանաք, որ ես ճիշտ եմ ասում։ Ուրեմն նայեք, արավոտը որ զարթեցինք, եկեք մի բաժակ կո ջուր խմենք, օքեյ, ինչի համար մետաբոլիզմը աշխատացնում է, որտեղ արավոտը քնած է լինում։ Կես ժամ հետո նախաճաշ տարա, շատ հանգիստ, որպես հետո կարողանաս մնացած գործերիդ անցնես։ Okay, հետո որ ասում եք հացի ընթացքում մի փորձի ջուր խմել, չխմես հանգած։ Լավ, եթե մարդը խեղդվում է, չի կարա ջուր խմի։ Այդ որն է, չխմես, կչաղանաս։ Կարաս կես բաժակ, մի բաժակ, այն որ չենք ասում լիտրով խմի, okay, չենք ասում սառնարանը բեր խմի, մի բաժակ, կես բաժակ կարաս խմես, խնդիր չկա, կամ հաց վերջոցած չխմես։ Ինչի համար ստամոքսի ֆունկցիան գավիրի չկա դենց բան, ժողովուրդ, կարաս կես մարդը պիտի դեղահապ խմի, հիվանդ է, հացից հետո որ պետք է խմի, ոնց բուլդա, կես բաժակ, okay, ոչ մի խնդիր չկա դրա մեջ։ Նայեք ժողովուրդ ջան, ձեզ մի բան ասեմ ու անցնենք առաջ։ Ջուրը 0 կալորիա է։ Եղավ ջուրը 0 կալորիա, այսինքն ինքը ոչ քեզ գարա չաղացնի, ոչ քեզ գարա նիհարացնի, ինքը օգնում է, մետաբոլիզմը արագացնում է, ջուրը մեզ լիքը լավ բաներ է տալի, բայց ոչ թե չաղացնել կամ նիհարացնել, կամ ասում ես ջուր եմ խմում, ուռում եմ, ինք իրան քո մարմինը ջուր չի բահի, այդուցներ ինք իրան չի կարող բահի, դու քո մեջ գտի քո սխալը, աղի ես կերե, շատ ես քաղցր կերե, գիշերը չես քնել, հորմոնալ խնդիր ունես, այնտեղ մանարի։ Ոչ թե ջրի մեջ, ջուրը վտանգավոր չի։ Ջուրը մեր կյանքի ամենակարևոր մասնիկներից մեկն է, որը դու ինձ ասում ես, ես ջուր չեմ խմում։ Օրգանիզմը ոնց է աշխատելու, արյունը ոնց է ֆիլտրվելու։ Լիքը բան, լիքը որ մեկը ասեմ, որ ասեմ, իր լավ կողմերից։ Ջուրը պիտի օգտագործես, ուրեմն քո քաշը բազմապատկում ես 0.03-ի հետ, քո օրվա մոտավորապես չափաբաժին ջուրը դուրս է գալի ու օգտվի այնի, բայց իհարկե չեմ ասում, բեր, եթե 2 լիտր դվեր, այդ 2 լիտր միանգամից խմի, ասես օրվա չափաբաժինը չխմեցի, ոչ։ Խմենք ամբողջ օրվա ընթացքում, կարացնես ամեն ժամ, ինչ-որ մի բաժակ ջուրը խմես, ամբողջ օրվա ընթացքում ստանաս այդ ջուրը, բայց ոչ թե միանգամից, ամարա շատ ես քրդնում, խնդիր չկա, կարաս մի քիչ ջուրը ավելացնես, եւ ինչ ենք անում այս դեպքում, ճիշտ ենք խաղում այս խաղը, ճիշտ ենք խմում ջուրը եւ մնում ենք Մանոյի հետ։ Ճիշտ ենք խաղում այս խաղը։ Ում հետ ենք խաղում։ Խաղացինք Մանոյի հետ ճիշտ խաղը, իսկ այժմ խաղալու ենք եւս մեկ խաղ, բայց այս ընթացքում սովորելու ենք նաեւ, որովհետեւ հիմա մեր եթերում Սոնան է եւ մեզ սովորեցնելու է անգլերեն։
morning guys. Այսօր B1B2 միջին խոսակցական մակարդակի տիպիկ արտահայտություններ ենք թարգմանելու։ Վերջում կհաշվես, քանիսը գիտեիր, իսկ չիմացածներ անպայման գրի կառնես ու կսովորես։ Եթե ճիշտ թարգմանես այս նախադասություններն, ուրեմն քո անգլերենի մակարդակը տատանվում է B1-B2-ի միջև։ Կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Go big or go home։ Ոնց որ չինարեն լինի բան չեմ հասկանում։ It's all Greek to me։ Գնահատիր ունեցածդ, երախտապարտ եղիր եղածի համար։ Count your blessings։ Արի հանդիպենք այսօր։ Let's meet։ Let's catch up today։ Մի հատ կապի մեջն էլ ասա։ Keep in touch։ Keep in touch։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։
Ceyran Հայ Սուպերստար 6-ի հաղթող Արեգներ մեր եթերում, իսկ հիմա մեր եթերում կլինի գովազդ, մնացեք մեզ հետ։ Մենք վերադարձանք եւ տաղավարում են արդեն մեր հյուրերը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության 3-րդ բարեկային գումարտակի 3-րդ վաշտի բարեկ, ոստիկանության լեյտենանտ Ռիփսիմե Ստամբուլյանն ու նույն գնդի առաջին բարեկային գումարտակի 2-րդ վաշտի բարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը։ Բարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարվում է ընդունելություն, ովքեր կարող են համալրել ոստիկանության աշխատողների ցանկն ու ինչպես կպարզենք մեր հյուրերից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Բարի օր, ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք, եկեք սկսենք ամենասկզբից, թե ինչ ընդունելություն է եւ ովքեր կարող են դառնալ մեր նոր բարեկները։ Բարի, նախ շնորհակալ ենք մենք ձեզ տաղավարում մեզ հյուրեն կարելու համար։ Շատ հաճելի է ձեզ հետ գտնվել նույն տաղավարում։ Նշենք, որ բարեկային ծառայությունում արդեն իսկ սկսվել են մեկնարկը, հոկտեմբերի 27-ից սկսվել է մեկնարկը բարեկային ծառայության ընդունելությանը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Ովքեր կարող են դիմել։ Բարեկային ծառայության կարող են դիմել 18 տարին լրացած, չափած բոլոր անձինք, իգական եւ արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն իրենց գործառույթները իրականացնել բարեկային ծառայությունում։ Նաեւ կարող են ներկայացնել հայտերը գործող ծառայողները։ Իսկ արդյոք սա ամենամյա ընդունելություն է եւ որքան է աշխատատեղերը թափուր, որքանով է թափուր այս պահին։ Այս անգամվա ընդունելությունը նախատեսվում է 250 տեղ, որից 100-ը Երևանի բարեկային ծառայությունում անցնելու համար, մնացածը արդեն ըստ աշխատության մարզերի։ Նշեմ նաև, որ բարեկային ծառայությունում ընդունելության գրավչությունը վերջին շրջանում բավականին աճել է, կապված ավելի թափանցիկ ընտրական գործընթացի, ավելի արդիականացված ուսուցման եւ իհարկե ամենակարևորը մասնագիտական եւ անհատական աճի զարգացման հետ։ Մեր ծառայությունը քաղաքացիներին առաջարկում է կայուն աշխատանք, սոցիալական երաշխիքներ եւ հասարակական անվտանգությանը աջակցելու հնարավորություն նպաստելու։ Բոլոր մեր քաղաքացիներին եւ իգական եւ արական սեռի հորդորում եմ, որպեսզի դիմեն եւ փորձեն ծառայությունը շարունակել բարեկային ծառայությունում, ինչու էս նաեւ մեր ոստիկանության մյուս ստորաբաժանումներում ծառայած մեր ծառայողներին։ Մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ նաև կանայք են ներգրաված այս աշխատանքում, ինչը որ շատ ավելի հաճելի է եւ ել ավելի շատ է ներգրավվածությունը նրանց ավելի շատանում։ Արդյոք դիմորդները ավելի շատ են եւ արդյոք սա նաև օգնում է ծառայությանը, չէ՞ որ կանայք շատ ավելի կարող են լինել համբերատար, կարող են լինել շատ ավելի լավ հոգեբանությամբ մոտենան հարցին։ Այո, միանշանակ դա այդպես է, բավականին լավ է անդրադառնում իգական սեռի ներկայացուցիչների ներկայությունը ծառայության ընթացքին եւ քաղաքացիների հետ շփմանը եւ ծառայողների միմյանց հարաբերությունների ընթացքում, որովհետեւ իգական սեռի ներկայացուցիչի տվյալ հատվածում գտնվելը բավականին զսպվածություն է ցուցաբերվում երկու կողմերի միջև։ Նաև պարտաճանաչենք ավելի շատ ինձ թվում է եւ արժանի նման գործի։ Իսկ տարիների ընթացքում ինչպես է փոխվել կանանց հանդեպ տիպային վերաբերմունքը։ Ասեմ, որ ես վաղուց եմ ծառայություն իրականացնում ու բավականին բարձրացել է մակարդակը, ավելի հաճելի կերպով են ընդունում, ավելի ուրախությամբ, աշկին ավելի հաճելի է եւ շոյելի է, երբ որ տեսնում են իգական սեռի ներկայացուցիչներ։ Երբեմն այն կոնտակտը, որը տղայի հետ չի ստացվում, բավականին հեշտ ու սահուն ստացվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։ Վերջին անգամ, որ դուք մեզ մոտ հյուր եկաք, դեռ անցյալ տարի, մենք խոսեցինք այն մասին, որ փոփոխություններ են տեղի ունեցել ընդունելության հարցում, քաշի, բոյի, տարիքային, այսպես խոսենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։
Այո, փոփոխությունները տեղի են ունեցել, եթե առաջ մենք ունեինք կոնկրետ սահմանափչափ 1.60 էր համարվում, հիմա 1.55-ից արդեն իսկ ընդունելությունները իրականացվում են։ Ընդունելության առաջնային փուլը դե բժշկական հետազոտություններին, որին համապատասխանելու դեպքում արդեն իսկ անցնում են երկրորդական փուլին։ Բոլոր քաղաքացիները կարող են իրենց դիմումները ներկայացնել ոստիկանության կրթահամալիրում, համապատասխան փաստաթղթերի ներկայությամբ, որոնցից ամենաառաջնային կետը համարվում է B-կարգի վարորդականի առկայությունը, որը նաև կարող են ձեռք բերել ուսումնական ընթացքի 2 ամսվա ընթացքում։ Առաջնային փուլը բժշկական փուլը անցնելուց հետո արդեն իսկ մասնակցում են ֆիզիկական պատրաստվածության եւ մասնագիտական հմտությունների փուլերին։ Անցնելուց հետո արդեն անցնում են որպես ուսումնական ընթացքի, որը տևում է 6 ամիս։ Արդյոք կրթական որևէ նորմ կա, օրինակ պետք է բարձրագույն ավարտած լինի կամ չգիտեմ, միջնակարգ կրթությամբ եւս հնարավոր է եւ արդյոք քննությունից անմիջապես հետո որևէ ուսումնական ընթացք անցնում է բարեկը մինչև աշխատանքի դուրս գալը։ Այո, նշեմ, որ առնվազն միջնակարգ կրթություն է անհրաժեշտ դիմելու համար։ Նշեմ նաև, որ ուսման տևողության ընթացքում 6 ամիսների ընթացքում սովորողները ստանալու են Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով դրամական բավարարում, իսկ ոստիկանության ծառայողները որպես գործուղում արդեն օրենքով սահմանված կարգով եւ չափով իրենց աշխատավարձերը, ինչ վերաբերվում է ընդունելության մյուս մանրամասներին, նշեմ նաև, որ բարեկային ծառայությունում ավելի փորձառու եւ ավելի տարիքային այդ բարձր շեմի ծառայողները կարելի է ասել գալիս է մի ժամանակ, որ հավասարվեն դեռ լրիվ զրոյից, այսինքն նոր ոստիկանություն մտած անձանց հետ, այսինքն շատ արագ եւ արագ տեմպերով կարողանում են հավասարվել իրենց ունակությունների եւ իհարկե կրթական process-ի արդիականացման հետ կապված։ Իսկ տղաների դեպքում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելը կարևոր է, պարտադիր է, թե ոչ։ Այո, տղաների դեպքում պարտադիր է ժամկետային զինծառայություն անցած լինելը։ Իսկ արդյոք նաև հոգեբանական ինչ-որ դասընթացներ կամ միգուցե թեստեր են անցնում, քանի որ սա շատ կարևոր է եւ վերջին տարիներին մենք իսկապես նկատում ենք, որ քաղաքացիների եւ բարեկների հարաբերությունները այսպես բավականին լավ հարաբերություններ են։ Այո, նշեմ, որ հոգեբանական դասընթացները նույնպես իրականացվում են դասապրոցեսների ընթացքում, ինչպես չգիտեմ, կրակային, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական կարողությունների, այնպես նաև անցկացվում են հոգեբանական, որի ընթացքում մեր դիմորդների մոտ կարելի ասել պահագին բան փոխվում է, թե հոգեբանական նկարագրի տեսանկյունից, թե ընդհանուր իրենց անհատական նկարագիրը։ Խոսենք դիմորդների մասին եւս մեկ անգամ, արդյոք երկքաղաքացիություն ունեցողները կարող են դիմել մրցույթին, թե ոչ։ Այո, երկքաղաքացիություն ունեցող անձինք եւս կարող են մասնակցել ընդունելությանը եւ անցնել մեր շարքերը։ Վերջին տարիներին մենք նաեւ շատ գովազդներ էինք տեսնում, երբ խոսում էին այն մասին, որ բարեկը քաղաքացու ընկերն է եւ կարող է նրան օգնել, օգտակար լինել։ Այս հոգեբանությունը եւ կարծես թե այս քաղաքականությունը սկսեց շարժվել, այլ ոչ թե ոստիկան եւ քաղաքացին հակառակ դաշտից լինելը։ Սա կարծես շատ լավ ազդեցություն ունեցավ։ Դուք որպես մարդիկ, ովքեր անընդհատ առնչվում են քաղաքացիների հետ, արդյոք զգում եք փոփոխություններ։ Բավականին շատ ազգացում է փոփոխությունները, քանի որ զուտ մասնագիտական է մեր սկզբունքներից մեկը դա մարդասիրության սկզբունքն է, մեր գործառույթներից հենց ամենաառաջնայինը օգնել եւ ձեռք մեկնել անձանց, թե վարչական վարույթներ իրականացնելուց հենց իրենց իրավունքների իրացման գործընթացը նույնպես համարվում է մարդասիրության սկզբունք եւ մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման մի փուլն է համարվում, դրա հիմքով արդեն իսկ բարձր մակարդակի վրա է գտնվում մեր եւ քաղաքացիների փոխհարաբերությունները։ Քանի որ դուք ամեն օր շփվում եք քաղաքացիների հետ, որն է ծառայության ընթացքում օրվա մեջ ամենադժվար հատվածը կամ ինչ բարդ իրավիճակ եք վերջերս հաղթահարել կամ հարթել։
Կամ ինչ հարցերով են ձեզ դիմում քաղաքացիները օրվա ընթացքում։ Քաղաքացիները մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, սկսված թե հենց օգնություն խնդրելուց, այսինքն մեկի մեքենան է, չգիտեմ, խափանվել եւ մնացել ճանապարհին, խնդրում են օգնել, դե մենք իհարկե տեսնելու պես առանց իրենց օգնություն խնդրելու մոտենում ենք եւ փորձում օգնել, ինչպես նաեւ վարչական ակտերի հետ կապված իրավաբանական օգնություն են ցանկանում մեզանից ստանալ, մեր գործառույթների շրջանակներում մաքսիմալ կերպով փորձում ենք աջակցել, չգիտեմ, խափան վերջին շրջանում հիմնականում կապված են եղել հենց խափանված մեքենաները դուրս բերելու ժամին, դե պատկերացրեք ժամը երեկոյան ասենք 6-ից 7-ը ամենաբանուկ փողոցներում են ամենախցանված մի մեքենա էլ խափանվում է ու ամբողջ երթևեկությունը ոնց որ ավելի դժվարանում է, մենք բոլոր միջոցները փորձում ենք ձեռնարկել նույն պահին, որպեսզի մեքենան դուրս բերենք, հենց անցած ծառայության իմ հերթափոխի ժամանակ նման մի դեպք եղավ Վազգեն Սարգսյան փողոցի վրա, քաղաքացու մեքենան, հենց ես անձամբ եմ որ ես արեստավոր չեմ մեքենայի, բայց այդ պահին չգիտեմ ինչ-որ գերբնական ձևով կարողացա այդ մեքենան գործի գցել եւ դուրս բերել ճանապարհի հատվածից, քաղաքացին էլ անչափ գոհ հեռացավ մեզանից։ Առանց որևէ խտրականության ես ուզում եմ ձեզ հարց ուղղել, թե ինչն է ամենագրավիչը կանանց համար բարեկային ծառայության մեջ, որպեսզի հիմա մենք կարողանանք նաեւ կանանց շահագրգռել դիմել մրցույթին։ Եթե անկեղծ ինքս բավականին պարտաճանաչ մարդ եմ, հենց այդ կարգ ու կանոնը, սահմանափակումները հստակ դասավորված կարգը, որոնք կան, ինձ համար դրանք գրավիչ են, ինչու ոչ նաև գոլեգաների եւ վերադասության կողմից տրվող հարգանքը եւ առաջնահերթությունը։ Իսկ ինչպես են տղամարդիկ վերաբերվում ձեզ, երբ կանգնեցնում եք նրանց կամ որևիցե հարց են ունենում ձեզ հետ, կին է, ով որ այսօր կանգնած է օրենքի կողքը, ինչպես է այդ հարաբերությունները։ Եթե անկեղծ երբեմն դեպքեր է լինում, եթե տղաների հետ փորձում են, ասել կլինի չտուգանեք, բան աղջիկը, լավ առաջի աղջիկն ես, լավ տուգանեք։ Երբեմն շատ են ուրախանում, որ հենց աղջիկա արձանագրություն կազմողը կամ իրենց կանգնեցնողը կամ իրենք որ մոտեցել են որևիցե հարցով։ Իսկ եղել է հարց, որ դուք եք հարթել ավելի շատ կանացի հոգեբանությամբ ու դες հետ նաև եղել են տղամարդ պարեկներ, բայց ի վերջո հարցի լուծումը մնացել է ձեզ վրա։ Բազմաթիվ են նման դեպքերը, առավել եւս ոչ սթափ քաղաքացիների հետ կապված։ Իդեպ շնորհակալություն մեր քաղաքացիներին, որ ամեն դեպքում գտնվելով ոչ սթափ վիճակում կարողանում են իրենց սահմանափակել ու գիտակցել, որ կինա ու անկեղծ ոչ թափվարորդների հետ կապված մեզ հետ զրույցը ավելի հակիրճ ու կոնկրետ ու ավելի հաճելի ստացվում, քան տղամարդկանց հետ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնենք, թե ինչպես կարող են մարդիկ դիմել։ Մարդիկ կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամերը հստակ կարող են մտնել եւ ծանոթանալ մեր պաշտոնական կայքեջերում, կարող են մոտենալ կրթահամալիր ոստիկանության եւ այնտեղ դիմումի տեսքով լրացնելով դիմեն եւ ընդունվեն։ Նշեմ, որ քաղաքացիները մոտենում են կրթահամալիր դիմումի տեսքով են իրենց հայտերը ներկայացնում, իսկ գործող ծառայողները զեկուցագրերով ըստ իրենց վերադասության։ Շնորհակալություն զրույցի համար։ Լավ ծառայություն ենք մաղթում, իսկ մենք գնում ենք գովազդ դիտելու։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Իդեպ Սևա Կամրոյանը, Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասիրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացման անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line ticket-miket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Բաց չթողնեք այս անմոռանալի համերգային ծրագիրը։ Իսկ մենք անցնենք առաջ եւ շարունակելով մեր եթերը, ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք, օրինակ ինչ առաջարկներ ունես։ Կարծում եմ պետք է պատտվենք աշխարհի շուրջ եւ տեսնենք, թե ուր ենք գնալու այսօր միասին։
Շատ հետաքրքիր մայրաքաղաք ենք բացահայտելու իդեպ։ Գնացինք։ Տարբեր հիվանդությունների դեմ պայքարը գնալով ավելի նորարարական է դառնում։ Տեխնոլոգիաները բուժման նոր միջոցներ են առաջարկում։ Ահա այսպիսի մի մեթոդի մասին ենք այսօր պատմելու մեր իգիտություն շարքում, այնպես որ դիտեք տեսանյութը շատ հետաքրքիր է։ Գիտնական նոր փորձարկումների արդյունքում այսօր արդեն հնարավոր է ոչնչացնել քաղցկեղի միկրոսկոպիկ բջիջները։ Ինչպես գրում է Guardian-ը, լեհ ու շվեդ գիտնականների մշակած այս նոր մեթոդը կարող է բեկումնային լինել գիտության մեջ։ Այս թեմայի մասին առաջիկա րոպեներին առավել մանրամասն։ Բարի առավոտ։ Ըստ հաղորդված տեղեկության, լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ կերպով ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։ Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներն իրականացվել են 3 երկրների գիտնականների կողմից։ Խումբը բաղկացած է եղել բրիտանացի, լեհ եւ շվեդ ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից։ Փորձագետների կարծիքով այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման 5-րդ ամենատարածված մեթոդը վիրահատությունից, քիմիոթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։ Իսկ առհասարակ խնդրի առաջացման համար ինչը կարող է լինել ռիսկի գործոն։ Թեև բժիշկներն ունեն որոշակի փաստումներ, թե ինչը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացմանը, սակայն կան բացառության դեպքեր, երբ քաղցկեղի մեծամասնությունը տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր չունեն որևէ հայտնի ռիսկի գործոն։ Քաղցկեղի ռիսկը մեծացնող գործոններից են հիմնականում տարիքը, քաղցկեղի զարգացումը կարող է տևել տասնամյակներ, ահա թե ինչու քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծամասնությունը 65 տարեկան կամ ավելի մեծ է։ Չնայած քաղցկեղն ավելի տարածված է տարեց մարդկանց մոտ, սակայն այն միայն տարիքով մարդկանց հիվանդություն չի կարող համարվել։ Այն կարող է ախտորոշվել ցավոք սրտի ցանկացած տարիքում։ Ռիսկի գործոն են նաև վատ սովորույթները։ Վաղուց հայտնի է, որ ապրելակերպի որոշ ընտրություններ մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ծխելը կանանց համար օրական 1 չափաբաժնից ավելի, իսկ տղամարդկանց համար օրական 2 չափաբաժնից ավելի ալկոհոլ խմելը, արևի չափազանց մեծ ազդեցությունը կամ հաճախակի բշտիկավոր արևայրուքը, գեժ լինելը եւ շատ այլ սովորույթներ։ Արտաքին միջավայրը եւս հանդիսանում է ռիսկի գործոն, որովհետև այն կարող է պարունակել վնասակար քիմիական նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդն ինքը չի ծխում, կարող է ներշնչել երկրորդային ծուխը, եթե իրեն շրջապատող միջավայրում մարդիկ ծխում են։ Ինչ վերաբերում է ժառանգականությանը, ապա քաղցկեղների միայն մի փոքր մասն է պայմանավորված ժառանգական հիվանդությամբ։ Եթե ընտանիքում քաղցկեղը տարածված է, հնարավոր է, որ մուտացիաները փոխանցվում են սերնդից սերունդ, բայց պետք է հիշել, որ ժառանգական գենետիկ մուտացիա ունենալը դեռ չի նշանակում, որ անձը պարտադիր պետք է հիվանդանա այս հիվանդությամբ։ Ահա այսպիսին էր այսօրվա ի գիտություն շարքը, իսկ հիմա միասին վայելելու ենք երաժշտություն։ Ծիծաղ է
Kukasun markritan, broi broi. Tekos kukasun almastan, broi broi. Yarchimi dachimi ratsni kisku yarebe, bare bare me. Yarchimi dachimi ratsni kisku yarebe, bare bare me. Chikas biegata hemen, rahibi davata hemen. Իսկ հիմա գովազ շանթի եթերում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հենց նոր են միացել, պիտի ասենք, որ այսօր կրկնելու ենք մի քանի տեսանյութ, որպեսզի դուք ոչ մի բացաողում չունենաք։ Հիմա ժամանակն է լսել մեր Շաթիելի Սոնային, ով ամեն առավոտ նոր ու ել ավելի գեղեցիկ անգլերեն նախադասություններով մեզ հյուր է գալիս։ Իսկ եթե դուք արդեն դիտել եք տեսանյութը, ապա հիմա վերցրեք թղթուգրիչները, գրեք բառերն ու արտահայտությունները, որպեսզի ել ավելի լավ սովորեք անգլերեն միասին։ Morning guys, այսօր B1-B2 միջին խոսակցական մակարդակի տիպիկ արտահայտություններ ենք թարգմանելու։ Վերջում կհաշվես քանիսը գիտեիր, իսկ չիմացածներդ անպայման գրի կառնես ու կսովորես։ Եթե ճիշտ թարգմանես այս նախադասություններն, ուրեմն քո անգլերենի մակարդակը տատանվում է B1-B2-ի միջև։ Կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Go big or go home։ Ոնց որ չինարեն լինի, բան չեմ հասկանում։ It's all Greek to me. Գնահատիր ունեցածդ, երախտապարտ եղիր եղածի համար։ Count your blessings. Արի հանդիպենք այսօր. Let's meet. Let's catch up today.
մի հատ կապի մեջն էլ ասա keep in touch, keep in touch. Ես վստահ եմ, որ մեզնից շատերը սիրում են պոնչիկ, եւ դա կարծես թե մանկության համեմի տեսակ, չէ՞։ Եվ դա է պատճառը, որ Լիկան այսօր պոնչիկը ներկայացրեց նորովի։ Տեսնեք, թե ինչ բաղադրատոմս է առաջարկում։ Եվ հենց այսօր պատրաստենք պոնչիկ Լիկայի բաղադրատոմսով Dolce Lika մեր եթերում։ Պոնչիկը այսօր պատրաստել ենք շատ համեղ պոնչիկներ նոր տեսակ։ Գնացնենք ջոհ 2.5 ճաշի գտալ շաքարավազ, երբ որ շաքարավազը անում ես վանիլը անմիջապես։ Մի քիչ ջոհ, այստեղ կշեռք չկա, մոտավորապես 250 միլիգրամը կլինի այսքան։ 180 գրամ ալյուր, փափուկ ջրիկ խմոր պետք է ստանանք։ Մեկ թեյ գտալ փախրեցուցիչ։ Հիմա ինչպես անել, որ այս գնդիկները չլինի ոչ թե մաղով անցկացնել, այլ թողնում ենք խմորը հանգստանա, այնուհետև նորից կխառնենք եւ կլինի առանց գնդիկների խմոր։ Հետո պետք է լցնենք այնքան, որ գործիքը ունե կեսով չափ մտնի մեջը։ Փոփոկը նախապես մի թեթև բովում եմ, որովհետև չգիտեմ ինչ պայմաններում է եղել։ 20 րոպե հետո տաքացնում ենք։ Արագ, շատ արագ։ Իսկ հիմա աշխատում ենք այնպես անել, որ տակը փակվի։ Միցնում ենք նուտելայով եւ ձևավորում փոփոկ։ Բարյակը։ Ինչպես տեսակ բաղադրատոմսն էլ վերջում գրված է եւ չափաբաժինները նույնպես, այնպես որ կարող եք դուք ֆիքսել։ Իսկ մենք անցնելով առաջ ասենք, որ Լիկայի պատրաստած այս պոնչիկները թող հեռու լինեն Մանոյի աչքից։ Այո, քանի որ ինչպես հիշում եք, Մանոն սիրում է ամեն բան չափավոր, քիչ եւ բալանսավորված, առողջ սնունդ եւ առողջ ապրելակերպ։ Այս անգամ խոսելու ենք, թե արդյոք կարելի է ջուր օգտագործել սննդի ընթացքում, թե ոչ։ Գնացինք։ Բարելույս իմ սիրելի հեռուստադիտող, շնորհակալ եմ, որ նայում ես իմ հաղորդումը եւ հաստատ գիտեմ, որ օգտվում ես ինչ-որ կարևոր բաներից։ Եկեք այսօր ես կարդամ, թե ինչ հարց եք տվել ինձ այն վերջի իմ վիդեոների մեկից դակ։ Ինձ հարցում եք, Մանո ջան, երբ կարելի է ջուր խմել, հացի ընթացքում կարելի է, հացից հետո կարելի է կամ չգիտեմ ինչ։ Ժողովուրդ ջան, նայեք, այս ջրի թեման հայերի մոտ շատ մեծ խնդիր է, այնքան միֆ կա տարածված, որ ամեն մեկը մի բան է ասում։ Ջուր չխմես կչաղանաս, ջուր չխմես գայդուսես։ Արի բացածխանեմ ու դուք էլ տեսնեք, որ օգտվեք հաստատ կիմանաք, որ ես ճիշտ եմ ասում։ Ուրեմն նայեք, արավոտը որ զարթնեցինք, եկեք մի բաժակ կոլ ջուր խմենք, օքեյ, ինչի համար մետաբոլիզմը աշխատացնում է, որտեղ արավոտը քնած է լինում։ Կես ժամ հետո նախաճաշ տարա, շատ հանգիստ, որպես հետո կարողանաս մնացած գործերիդ անցնես։ Okay, հետո որ ասում եք հացի ընթացքում մի փորձի ջուր խմել, չխմես հանգած։ Լավ, եթե մարդը խեղդվում է, չի կարա ջուր խմի։ Այդ որն չխմես, կչաղանաս։ Կարաս կես բաժակ, մի բաժակ։ Այն որ չենք ասում լիտրով խմի, okay, չենք ասում սառնարանը բեր խմի, մի բաժակ, կես բաժակ կարաս խմես, խնդիր չկա, կամ հաց վերջոցա, չխմես։ Ինչի համար ստամոքսի ֆունկցիան գավիրի չկա դենց բան, ժողովուրդ, կարաս կես մարդը պիտի դեղահապ խմի, հիվանդ է, հացից հետո որ պետք է խմի, ոնց գուլդա, կես բաժակ, օքեյ, ոչ մի խնդիր չկա դրա մեջ։ Նայեք ժողովուրդ ջան, ձեզ մի բան ասեմ ու անցնենք առաջ։
Ջուրը 0 կալորիա է։ Եղավ ջուրը 0 կալորիա, այսինքն ինքը ոչ քեզ գարա չաղացնի, ոչ քեզ գարա նիհարացնի։ Ինքը օգնում է, մետաբոլիզմը արագացնում է։ Ջուրը մեզ դիքը լավ բաներ է տալի, բայց ոչ թե չաղացնել կամ նիհարացնել։ Կամ ասում ես ջուր եմ խմում, ուռում եմ։ Ինք իրան քո մարմինը ջուր չի բահի, այդուցներ ինք իրան չի կարող բահի։ Դու քո մեջ գտի քո սխալը, աղի ես գերե, շատ ես քաղցր գերե, գիշերը չես քնել, հորմոնալ խնդիր ունես, այնտեղ մանարի։ Ոչ թե ջրի մեջ, ջուրը վտանգավոր չի։ Ջուրը մեր կյանքի ամենակարևոր մասնիկներից մեկն է, որին դու ինձ ասում ես, ես ջուր չեմ խմում։ Օրգանիզմը ոնց է աշխատելու, արյունը ոնց է ֆիլտրվելու։ Լիքը բան, լիքը որ մեկ ասեմ, որ ասեմ, իր լավ կողմերից։ Ջուրը պիտի օգտագործես, ուրեմն քո քաշը բազմապատկում ես 0.03-ի հետ, քո օրվա մոտարապես չափաբաժին ջուրը դուրս է գալի ու օգտվի այնի, բայց իհարկե չեմ ասում բեր, եթե 2 լիտր դվեր, այդ 2 լիտրը միանգամից խմի, ասես օրվա չափաբաժինը խմեցի, ոչ։ Խմեք ամբողջ օրվա ընթացքում, կարացնես ամեն ժամ ինչ-որ մի բաժակ ջուրը խմես, ամբողջ օրվա ընթացքում ստանաս ջուրը, բայց ոչ թե միանգամից, ամարա շատ ես քրդնում, խնդիր չկա, կարաս մի քիչ ջուրը դավերացնես։ Եվ ինչ ենք անում այս դեպքում, ճիշտ ենք խաղում այս խաղը, ճիշտ ենք խմում ջուրը եւ մնում ենք Մանոյի հետ։ Դուք շարունակեք ճիշտ խաղալ այս խաղը, իսկ մենք ձեզ հրաժեշտ տանք, կհանդիպենք վաղը։ Ստեսություն։